Խեցգետին կենդանակերպի հատկությունները և բնութագրերը։ Խեցգետին կենդանակերպի նշանը առանձնանում է իր խոր զգացմունքայնությամբ և հոգեբանական նուրբ կառուցվածքով։ Այս նշանի տակ ծնված մարդիկ ապրում են ոչ միայն իրական աշխարհում, այլ նաև իրենց ներքին զգայական տիեզերքում, որտեղ ամեն մի խոսք, հայացք կամ վերաբերմունք կարող է մեծ նշանակություն ունենալ։ Նրանք ունեն բացառիկ կարողություն զգալու շրջապատի տրամադրությունները նույնիսկ այն ժամանակ, երբ ոչինչ չի ասվում բարձրաձայն։ Խեցգետինները հաճախ առաջնորդվում են ոչ թե սառը տրամաբանությամբ, այլ ներքին զգացողությամբ և ինտուիցիայով։ Նրանց որոշումները ծնվում են սրտից, ոչ թե հաշվարկից, ինչի պատճառով նրանք կարող են թվալ փոփոխական կամ դժվար կանխատեսելի։ Սակայն իրականում խեցգետինը պարզապես արձագանքում է հուզական ազդակներին, որոնք մշտապես շարժման մեջ են։ Այս նշանի կարևոր առանձնահատկություններից մեկը զգացմունքների կուտակումն է։ Խեցգետինը հազվադեպ է անմիջապես արտահայտում իր ցավը կամ դժգոհությունը։ Նա նախընտրում է լռել, դիտարկել, վերլուծել և միայն այն ժամանակ բացվել, երբ զգում է լիարժեք անվտանգություն։ Այդ պատճառով արտաքինից նա կարող է թվալ փակ կամ հեռու, մինչդեռ ներսում ապրում է շատ հարուստ և խորը զգայական կյանք։ Խեցգետինների համար տունը հատուկ նշանակություն ունի։ Դա պարզապես բնակարան չէ, այլ տարածք, որտեղ նրանք վերականգնում են ուժերը, հանգստացնում միտքը և վերադառնում ինքն իրենց։ Ընտանիքը նրանց կյանքի առանցքային արժեքն է, և նրանք պատրաստ են մեծ զոհողությունների իրենց սիրելիների բարեկեցության համար։ Նույնիսկ աշխատանքային միջավայրում խեցգետինները հաճախ ստեղծում են ընտանեկան մթնոլորտ, հոգատար վերաբերմունք ցուցաբերելով գործընկերների նկատմամբ։ Այս նշանի մարդիկ ունեն զարգացած երևակայություն և ստեղծագործական ներուժ։ Շատ խեցգետիններ իրենց զգացմունքներն արտահայտում են արվեստի, երաժշտության, գրելու, խոհարարության կամ ձեռագործ աշխատանքի միջոցով։ Ստեղծագործելը նրանց համար ինքնարտահայտման և ներքին լարվածությունից ազատվելու կարևոր միջոց է։ Միևնույն ժամանակ, խեցգետինները չափազանց զգայուն են քննադատության և մերժման հանդեպ։ Նրանց համար ցանկացած սառնություն կամ անուշադրություն կարող է ընկալվել որպես անձնական վիրավորանք։ Այդ պատճառով նրանք երբեմն նահանջում են իրենց պատյանի մեջ, պաշտպանվելով արտաքին ազդեցություններից։ Խեցգետին կենդանակերպի նշանը համատեղում է փափուկությունն ու ներքին ուժը։ Թեև արտաքինից նրանք կարող են թվալ խոցելի, իրականում ունեն հսկայական դիմացունություն։ Երբ հարցը վերաբերում է ընտանիքին, սիրուն կամ արժեքներին, խեցգետինը կարող է դառնալ անսասան և համառ, պաշտպանելով այն, ինչ համարում է կարևոր։ Ընդհանուր առմամբ, խեցգետինը զգացմունքների, հոգատարության և հավատարմության նշան է։ Նրա բնույթը բարդ է, բազմաշերտ և խորքին, բայց հենց այդ բարդությունն է, որ նրան դարձնում է յուրահատուկ և անփոխարինելի շրջապատի համար։ Խեցգետին կենդանակերպի դրական հատկությունները։ Խեցգետին կենդանակերպի նշանի ամենամեծ ուժը նրա մարդկային ջերմությունն ու խոր զգայականությունն է։ Այս նշանի ներկայացուցիչները կարողանում են անկեղծորեն կապվել մարդկանց հետ, ստեղծելով վստահության և հոգատարության միջավայր։ Նրանք հազվադեպ են մակերեսային հարաբերություններ կառուցում։ Խեցգետինների համար կապը պետք է ունենա խորք, իմաստ և զգացմունքային արժեք։ Խեցգետինները առանձնանում են բարձր զարգացած կարեկցանքով։ Նրանք արագ են ընկալում ուրիշների ցավը, անհանգստությունը կամ ներքին տագնապը, նույնիսկ առանց խոսքերի։ Այս հատկությունը նրանց դարձնում է գերազանց ընկերներ, հոգեբանորեն աջակցող զուգընկերներ և վստահելի գործընկերներ։ Երբ ինչ-որ մեկը դժվար պահի մեջ է, խեցգետինը հաճախ առաջինն է, ով կփորձի օգնել, լսելով, հասկանալով և աջակցելով։ Այս նշանի դրական կողմերից է նաև բացառիկ հավատարմությունը։ Եթե խեցգետինը սիրում է, ընկերանում կամ կապված է որևէ մարդու հետ, նա հազվադեպ է դավաճանում այդ կապին։ Նրա նվիրվածությունը խորն է և երկարատև, իսկ խոստումները լուրջ։ Սա վերաբերում է թե անձնական հարաբերություններին, թե ընտանիքին և աշխատանքին։ Խեցգետինները ունեն հզոր ինտուիցիա, որը հաճախ նրանց ճիշտ ուղղություն է ցույց տալիս։ Նրանք կարողանում են զգալ իրավիճակների զարգացումը դեռևս սկզբնական փուլում և համապատասխան քայլեր ձեռնարկել։ Այս ներքին զգացողությունը նրանց օգնում է խուսափել սխալներից, ընտրել ճիշտ մարդկանց և ժամանակին արձագանքել փոփոխություններին։ Նրանց ևս մեկ կարևոր առավելություն պատասխանատվության զգացումն է։
Խեցգետինը, երբ հանձն է առնում որևէ պարտականություն, փորձում է այն կատարել առավելագույն ուշադրությամբ եւ հոգատարությամբ։ Նա չի սիրում անավարտ գործեր եւ հաճախ անում է ավելին, քան իրենից պահանջվում է, պարզապես համոզվելու համար, որ ամեն ինչ ճիշտ է կատարվել։ Խեցգետին կենդանակերպի ներկայացուցիչները նաև ունեն ստեղծագործ մտածողություն։ Նրանց երևակայությունը հարուստ է, իսկ զգացմունքային խորությունը թույլ է տալիս ստեղծել գեղեցիկ եւ զգացմունքային արդյունքներ արվեստում, խոհարարությունում, դիզայնում կամ ցանկացած ոլորտում, որտեղ անհրաժեշտ է հոգի դնել աշխատանքի մեջ։ Դրական կողմերից է նաև նրանց պաշտպանողական բնույթը։ Խեցգետինները կարող են լինել շատ մեղմ եւ նուրբ, բայց երբ վտանգվում են իրենց սիրելիները կամ արժեքները, նրանք դառնում են համարձակ եւ վճռական։ Այս ներքին ուժը հաճախ զարմացնում է շրջապատին, քանի որ արտաքնապես խեցգետինը կարող է թվալ հանգիստ եւ խոցալի։ Ընդհանուր առմամբ խեցգետին կենդանակերպի դրական հատկությունները միավորում են զգայունությունը, հավատարմությունը, հոգատարությունը եւ ներքին ուժը։ Այս նշանի մարդիկ ստեղծում են անվտանգ եւ ջերմ միջավայր իրենց շրջապատը, դարձնելով կյանքն ավելի մարդկային եւ հագեցած զգացմունքներով։ Խեցգետին կենդանակերպի բացասական հատկությունները։ Չնայած խեցգետին կենդանակերպի նշանը հայտնի է իր նրբությամբ ու հոգատարությամբ, նրա զգայական խորությունը երբեմն կարող է վերածվել ներքին բարդությունների։ Այս նշանի ներկայացուցիչները հաճախ չափազանց ուժգին են ապրում զգացմունքները, ինչի արդյունքում կարող են երկար ժամանակ մնալ հուզական լարվածության մեջ։ Նույնիսկ փոքր աննշան խոսքերը կամ գործողությունները կարող են նրանց վրա թողնել խոր հետք։ Խեցգետինների առավել տարածված դժվարություններից մեկը գերզգայունությունն է։ Նրանք հաճախ հակված են ամեն ինչ ընդունել անձնական, նույնիսկ այն իրավիճակներում, որտեղ իրականում բացասական մտադրություն չկա։ Սա կարող է բերել ինքնամփոփության, լռության կամ ներքին վիրավորվածության, որը նրանք միշտ չէ որ բացահայտ արտահայտում են։ Այս նշանի ներկայացուցիչները կարող են դժվարությամբ ազատվել անցյալի հիշողություններից։ Նրանք երկար են հիշում ցավոտ պահերը, հիասթափությունները կամ հին վիրավորանքները, ինչը խանգարում է առաջ շարժվելուն։ Փոխանակ փակելու հին էջերը խեցգետինները երբեմն վերադառնում են դրանց, կրկին ապրելով նույն հույզերը։ Խեցգետին կենդանակերպի բացասական կողմերից է նաև հուզական փոփոխականությունը։ Նրանց տրամադրությունը կարող է արագ փոխվել կախված շրջապատից կամ ներքին ապրումներից։ Այս անկանխատեսելիությունը երբեմն դժվարացնում է շփումը, հատկապես նրանց հետ, ովքեր ավելի կայուն եւ տրամաբանական մոտեցում ունեն կյանքին։ Երբ խեցգետինը զգում է իրեն վտանգված կամ չգնահատված, կարող է դիմել պաշտպանական վարքագծի։ Դա երբևն արտահայտվում է լռությամբ, հեռավորությամբ կամ նույնիսկ մեղմ մանիպուլյացիայով, փորձելով վերահսկել իրավիճակը զգացմունքային մակարդակում։ Այս մոտեցումը կարող է անհասկանալի կամ ծանր թվալ շրջապատի համար։ Նրանց մեկ այլ դժվարությունն է չափազանց կապված լինելը։ Խեցգետինները երբեմն այնքան են կապվում մարդկանց, վայրերի կամ իրավիճակների հետ, որ վախենում են փոփոխություններից։ Նոր քայլեր անելը նրանց համար կարող է ուղեկցվել ներքին անհանգստությամբ եւ անվստահությամբ, ինչի պատճառով կարող են երկար ժամանակ մնալ նույն տեղում, նույնիսկ եթե դա այլևս չի ծառայում նրանց զարգացմանը։ Խեցգետին կենդանակերպի ներկայացուցիչները նաև կարող են խուսափել բաց առճակատումներից։ Փոխանակ անմիջապես բարձրաձայնելու իրենց դժգոհությունը, նրանք երբեմն նախընտրում են լռել, կուտակել հույզերը եւ միայն հետո արտահայտել դրանք, ոչ միշտ ամենահարմար պահին։ Սա կարող է ստեղծել լարվածություն հարաբերություններում։ Վերջապես, խեցգետինների խոցելիությունն ու ինքնապաշտպանական բնույթը երբեմն նրանց դարձնում են չափազանց փակ կամ դժվար հասանելի։ Նրանք կարող են երկար ժամանակ չբացվել մարդկանց առաջ, հատկապես եթե նախկինում հիասթափություն են ապրել։ Այդ պատճառով շրջապատը կարող է սխալմամբ ընկալել նրանց որպես սառը կամ հեռավոր, մինչդեռ իրականում նրանք պարզապես պաշտպանում են իրենց ներքին աշխարհը։